Պարոն Մանուկյան, դուք հայտարարեցիք, որ ՀԱԿ-ը մասնակցել է ընտրություններին և ձեր վարչապետի թեկնածուն լինելու է Լևոն Զուրաբյանը, բայց ես ֆիքսեցի, որ դուք միաժամանակ հայտնեցիք, որ պետք է լայն կոնսոլիդացիա լինի, լայն դաշինք ձևավորեք, ճիշտ եմ հասկացել։ Դա ցանկալին է, որովհետև այն խնդիրը, որը ես ներկայացրեցի, Հայաստանը փրկել է ասպատակներից և Հայաստանի անկախությունը փրկել, դա այն մեխանիզմի դեպքում, որը կարծես թե փորձում են կիրառել, այսինքն շատ կուսակցություններ մասնակցեն և ամեն մեկը իր խնդիրը լուծի 3-4 մանդատ ստանա խորհրդարանում, այս ձևաչափի մեջ ընդդիմությունը կպարտվի։ Այդ դեպքում, եթե դաշինք եք ձևավորելու, ո՞նց եք միանգամից հայտարարում, ով է ձեր վարչապետի թեկնածուն, որովհետև գուցե գործընկեր ուժերը իրենք էլ իրենց թեկնածուին առաջադրեն։ Բնական է, հնարավոր այդպես լինի, դա չի մերժում ամենևին հետագա համագործակցությունը և համատեղ կոնսենսուսային որոշումների կարգ, դա ամենևին չի բացառում, դրա հնարավորությունը միշտ կա։ Որովհետև խնդիրը, իմ ասած խնդիրը շատ ավելի կարևոր է և պատմական է, քան անգամ թեկնածուն կամ պարլամենտ մտնել։ Իսկ քննարկումներ կան դաշինքի ձևավորման մասով այլ ուժերի հետ։ Շուտ կա, 2 տարի այդ քննարկումները գնում են տարբեր ուժերի հետ։ Կան քննարկումներ։ Ինչ է ուրվագծվում հորիզոնում։ Հստակ դեռևս կոնկրետ ոչ մի բան։ Ես կարծում եմ հունվար փետրվարն էլ նույնիսկ կարող է դեռևս այդ խնդիրը լուծելու համար ուշացած չի, որովհետև շատերը արդեն մտել են process-ի մեջ։ Ցանկալի կլինի շուտ, բայց իմ մոտեցումը գիտեք ոնց է, իսկապես եթե մենք կարողանանք այս իրավիճակի նայել պատմականության աչքերով, հեռվից նայենք, ինչ է կատարվում, սա խիստ վտանգավոր քայքայիչ գործունեություն է, երբ որ քաղաքական ուժերը մտածում են իրենց տեղը ապահովել խորհրդանում, դա Նիկոլ Փաշինյանի երազած տարբերակն է, այդպես եղավ։ Ովքեր են այդպես մտածում, մասին եք ակնարկում։ Ովքեր ուզում են առանձին քվեարկվեն և իրենց մի քանի տեղի համար են պայքարում։ Տեսեք, պարոն Մանուկյան, այս ամիսներին ես էլ լսում խոսակցություններ, որ ՀԱԿ-ը տարբեր քննարկումների մեջ տարբեր ուժերի հետ, օրինակ անուններ տամ, ՀՀԿ-ի մասին էր խոսք գնում, Հայկ Մարությանի, որը եւս երեք առաջ օրը հայտարարեց, որ մասնակցել է ընտրություններին, Էդմոն Մարուքյանի, չգիտեմ, գուցե այլ ուժեր էլ կան, դուք սրանց մասով ինչ կասեք, ապրելու երկրի կարծեմ։ Ուրեմն վիճակը այնքան վատ չէ, որ քաղաքական ուժերը հասկանան, որ իրենց մասնակցությամբ չէ, միասնական մասնակցությամբ պետք է խնդիր լուծել։ Եթե իրանք չեն հասկանում, որ Հայաստանում ճգնաժամ է, պատմական ճգնաժամ, այնպիսի ճգնաժամ, որ կարող է սրանց հետ չկարողանաս վերադառնալ, անշրջելի մի բան կատարվի, ասենք թե Հայաստան ամբողջությամբ տրվի Ադրբեջանին այս իր ամբողջ տնտեսական, քաղաքական, կառավարելիության բոլոր լծակներով, այդ ժամանակ որևէ քաղաքական ուժ արդեն կոալիցիա լինի, առանձին լինի, չի կարող այդ խնդիրը լուծել։ Այս կրիզիս, այս ճգնաժամը պետք է հասկանան, որ մի կողմ դնեն ամբիցիաները, մտածեն երկիրը փրկել։ Ես ուզում եմ հասկանում են հիմա։ Ճանապարհին են հասկանալու։ Մենք կարող ենք տեսնել օրինակ ՀԱԿ ՀՀԿ դաշինք։ Չէ, մենք ՀՀԿ-ի հետ հայտարարել ենք, մերժել ենք Քոչարյանի և ՀՀԿ-ի հետ մերժել ենք մեր մասնակցությունը։ Երկուսին էլ կտրականապես, որտեղ դուք ՀՀԿ-ի հետ կարծես թե վատ չեք։ ՀՀԿ-ի ավելի լավ եք ՀՀԿ-ի հետ, քան Քոչարյանից հետ։ ՀՀԿ-ի հետ այսպես զուտ մարդկային առումով ես ունեմ գոնե ես իմ ասում ընկերներ, որոնց հետ հանգիստ կարող եմ նստել, զրուցել, շատ երկար գործումներ ենք ունեցել, կան մտածող Սերժ Սարգսյանի հետ ինչ հարաբերությունների վերաբերմունք ունեք։ Բացարձակ ոչ։ Ման ես Սերժ Սարգսյանի գոնե մի հատ մեղադրանք ունեմ, որ այնքան լուրջ էր մեղադրանքը, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը փոխվեց եւ մենք այդ պտուղներն ենք վայելում։ Կիսալախտականից խորհրդանական անցնելը քարոքանդար է մեր քաղաքական համակարգը։ Դա պատմական ավիրացություն էր, դա իսկ մյուս ուժերը, օրինակ հիմա Սամվել Կարապետյանն է իր մեր ձևով շարժումը սկսել, հետո չգիտենք ինչ կուսակցություն, ինչ սկսեցավորի, դաշնակցությունն է, մյուսն է, ձեր ողերին բարեկամ դաշնակցությունն է, այսպես ասած։ Փորձեք իմ մտքով գալ, էլի, իմ մտքին հետևել, որտեղ դա շատ կարևոր է։ Այդ գիտակցության զգացողությունը, այդ գիտակցության գալն է կարևոր։ Մարդիկ գիտակցում են, որ մենք պետություն ենք կորցնում։
Եթե կորցնում ենք պետություն, ես պատրաստ եմ ամեն ինչ անել, բոլորի հետ գնալ կոալիցիայի, խնդիրը լուծելու։ Տեսեք, բոլոր ուժերը կարծես թե դա հայտարարում են, որ պետք է գիտակցեն, որ պետությունն են տարբերությունը մի քիչ կորցնում։ հետևյալն է։ Ինձ համար այդ անկախություն պետականությունները կլինի շատ ավելի հարազատ է երեխայի կարգավիճակի, քան նրանց համար, որովհետև կյանքս եմ դրել, մենք Դուք եք կարծացել առնվազն խորհրդանիշը դուք եք ասոցացում եք դրա հետ, այո։ Այդ ժամանակին դեր ասած օգոստոսի 23-ին, որ ամեն ինչ անելու են պետականությունը, անկախությունը պայլոմը։ Ուրիշներն էլ են մտավոր, բայց այն զգացողությունը, այն բնազդային պահպանելու, սիրելու, տիրություն անելու զգացողությունը չունեն, ոնց որ այս դալիճում հավաքվածներն են։ Այդ առումով մի քիչ տարբերվում ենք։ Ամենևին ստվեր չեմ ուզում գցել մնացածներին, բայց դա մեր երեխեն է։ Դե դուք նաև հանգամանքների բերումով նաև կանգնած եք եղել անկախության ակունքներում որպես քաղաքական ուժ։ Այդ առումով մեր մտահոգությունը, տագնապային զգացողությունը մի քիչ ավելի շեշտված է։ Մենք ավելի ցավոտ ենք տանում այս կորուստները, քան այն մարդիկ, որոնք քաղաքական ուժերում։ Հիմա եթե զտենք ավելի առարկայացնենք, հա, ձեր հավանական դաշինքը, թե զտենք ՀԿ-ին բացառացին, Քոչարյանի բացառացին, երևի Սամվել Կարապետյանին էլ բացառացին, տակը մնաց, որ նաև քննարկվել է տանունները, Էդմոն Մարուկյանը, Ապելու երկիրը հավանաբար, չգիտեմ, Հայկ Մարությանը, ինձ մասով ինչ կա։ Դուք փորձում եք լրագրողական հնարք կիրառել, ես ոչ մի անուն չեմ տալու, քանի որ եթե կա բանակցություններ, կա հույս կամ գցելու են, թռնելու են, ես ինչ գովեմ կամ դեռ Ուղղակի ենթադրել էր, որ քանի որ արդեն բավականին խորացվել է նախընտրական դաշինքների ձևավորման process-ը, փուլը մտել է մարդիկ այդ գործընթացի մեջ, ենթադրել էր գոնե ինձ համար, որ այստեղ այս միջոցառման շրջանակներում նաև դաշինքի մասին կհայտարարվի, բայց քանի որ կոնկրետություն չկա, հայտարարություն անել մի բանի մասին, որ դա իսկ ի՞նչն է խանգարում, ինչը չկա, ձևավորած է, ձեր ասածը չկա, որտեղ դա մի քանի փուլ պետք է ունեն, այդ համաձայնություն պիտի կայանա, ինչի շուրջ պետք է լինի համաձայն, չէ, մեզ համար սկզբունքներն են կարևոր։ Ինչի շուրջ է համախմբում, մարդը չի կարևոր։ Այսինքն, եթե իմ ասած մտահոգությունը բոլորին տիրում է, փրկել երկիրը այս ասպատակողներից, այդ դեպքում հեչ կարևոր չի, ով առաջնորդում, մի տարով ես գնում ընտրության, կոալիցիայով ես գնում, բացարձակ կարևոր չի։ Բոլորը այս իմ ասածի դեպքում քայլ նահանջ են անելու։ Եթե քայլ նահանջ չանես քո ամբիցիաներից, քո ցանկություններից, քո երազներից, չի կանա այս խնդիրը։ Զոհողության խնդիր կա։ Ովքեր պատրաստ են զոհողության, այդ խնդիրը կարող են լուծել եւ միավորվել։ Եթե ոչ, ցավոք սրտի կմնանք հին տաշտակի մեջ եւ ոնց որ 10% ձայնով Նիկոլ Փաշինյան իր 10% նավակում եւ զրոացած 2-3-4%-ները գումարվում են իրար, կարող են մեծամասնություն ստանալ, այդ մեխանիզմն էլ կիրառվելու է։